Եզրագծից այն կողմ հայտնված մարդիկ և մարդկային ճակատագրեր յուրաքանչյուր աշխատանքային երեկո բարև ձեզ, դուք միացել եք երկրի գլխավոր թոք-շոուին և դիտում եք կիսաբաց լուսամուտները։ Անուշ Ավագյանը 1997 թվականին աշխատում էր Երևանի թիվ 104 դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցչուհի։ Նրա խոսքերով մինչ 2011 թվականը աշխատավայրում որևէ խնդիր չուներ։ Դրանք ծագեցին նորընտիր տնօրեն Հայկ Անուշ Նիկոյանի հայտնվելուն պես։ Անուշ Ավագյանը պնդում է, որ ուսուցչական անձնակազմը ոչ միայն հալածանքների էր ենթարկվում տնօրենի կողմից, այլև մեկը մյուսի հետևից հեռացվում աշխատանքից։ Ըստ ուսուցչուհու, տնօրեն Նիկոյանը դպրոցում ստեղծել էր մենաշնորհային իրավիճակ, որի հետևանքով ինքը նույնպես զրկվեց աշխատանքից և ամենակարևորը երեխաների հետ շփման հնարավորությունից։ Ներկայումս ուսուցչուհի Ավագյանը պատերազմ է հայտարարել տնօրեն Նիկոյանին ամեն գնով հարազատ դպրոցում սիրելի աշխատանքը վերականգնելու նպատակով։ Գործազուրկ ուսուցչուհու պատմությունը երկրի գլխավոր թոք-շոուի տաղավարում։ Ես իմ դպրոցն եմ ուզում, կիսաբաց լուսամուտներից ներս։ Դիմավորենք մեր հյուրը իր դպրոցից հայտնվել է կիսաբաց լուսամուտներից ներս։ Անուշ Ավագյանը գալիս է երկրի գլխավոր թոք-շոուին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, համեցեք։ Ձեր առույգ լինելը պայմանավորված է կարծում եմ այն առարկայով, ինչը դուք դասավանդել եք դպրոցում։ Այո, դասավանդում եմ դպրոցում։ Տարիներ շարունակ ֆիզկուլտուրայի ուսուցչուհի։ Ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Անուշ Ավագյան։ Թիվ 104 դպրոց։ Երկարատև 20 տարի աշխատել եմ 104 դպրոցում, մնացած տարիները ուրիշ դպրոցում։ Եկեք սկսենք 104 դպրոցից, ուր դուք տեղափոխվում եք մեկ այլ դպրոցից նույն մասնագիտության ուսուցչուհի։ Այո, 170 դպրոցից ուրեմն տեղափոխվել եմ 104 դպրոց որպես ֆիզկուլտուրայի ուսուցչուհի։ Ինչու 170-ից տեղափոխվեցիք 170-ից ուրեմն եթե հիշեք այն ժամանակ երկհերթանի 3 հերթով էր դպրոցը, վիրահատվեցի, ունեի առողջական խնդիր, ժամերը շատ էին, որոշեցին մեր թաղապետարանից ինձ ավելի քիչ ժամանակով ուղարկեն 104 դպրոց եւ տեղափոխվեցի 104 դպրոց 95 թվականին։ Մինչեւ 2012 թվականը աշխատել եմ 104 դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցչուհի եւ դպրոցում վերջի 5 տարիները վերապատրաստվել եմ որպես առողջ ապրելակերպի ուսուցչուհի, դասավանդել եմ բարձր դասարանցիներին առողջ ապրելակերպ։ Եվ այսպես 97-ին հայտնվում եք դուք 104 դպրոցում։ Այո, արդեն 97 թվին հայտնվում եմ 104 դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցչուհի։ Ով էր ձեր աշխատանքի ընդունողն այդ ժամանակ։ 104 դպրոցի տնօրենը Մինասյան Հենրիկը։ Ձեր խնդիրները գլուխ բարձրացրեցին արդեն 2012 թվականից, երբ որ եկավ նոր տնօրեն, մեր Մինասյան Հենրիկը պետք է գնար թոշակի, դեռ ուներ 6 ամիս աշխատելու, սակայն ինչպես մենք գիտենք, Տիկին Նիկոյանը այնպես արեց, որ 6 ամիս շուտ մեր լավ տնօրենին այնպես կարողացավ անել, որ 6 ամիս շուտ ուղարկեց։ Ինչպես կարողացավ Տիկին Նիկոյանը այդպես անել։ Չգիտեմ, իրեն երևի ինքը ոստիկանի կին է, ինչ է այսպես ասելով, ոստիկանի կին է, այսինքն ունի թիկունքում լավ մարդիկ կանգնած, որ կարողացավ մեր լավագույն իհարկե ես այդ ժամանակ հիվանդ էի, եթե ես հիվանդ չլինեի նորից բուլետին մեջ, երևի ես նորից չէի թողնի, որ շուտ 6 ամիս մեր տնօրենը գնաց։ Լավ, ինչ սև կատու անցավ ձեր ու ձեր նոր տնօրենի միջև։ Չէր ուզում, որ ինքը ուզում էր 124-ից 124-ում, որովհետև 124 Տիկին Նիկոյանը 124 դպրոցում 26 ուսուցիչներ ազատել էր աշխատանքից, այդ 26 ուսուցիչներից ազատելուց հետո ծնողները բողոքել էին, բոլոր երեխաները հայտնվում էին ոստիկանատանը եւ այդ լույրը ես իմացել եմ մեր հարևանից, բացահայտել առավոտ թերթում տպած, որ Տիկին Նիկոյանը ուրեմն միշտ երեխաներին հայտնում էր ոստիկանատաններ։ Եթե մի կռիվ դասամիջոցին արվում էր, ուրեմն պետք է երեխաները լինեին ոստիկանատանը։ Անմիջապես դիմել են ծնողները, ուսուցիչները, այսինքն այնպես էր ինքը անում, որ ուսուցիչները թողնեն ու հեռանան։ Շատ լավ, Տիկին Նիկոյանի ու ձեր միջև ինչ տեղի ունեցավ, որ դուք այսօր գործազուրկ եք եւ պահանջում եք հետ եք ուզում ձեր դպրոցը։ Ուրեմն ես թիվ 104 դպրոցում Տիկին Նիկոյանը ինձ իրեն գալով դպրոց, ասես ես իմացել եմ, որ դուք երկարատև բուլեցին եք գնացել, չնայած 20 տարի շարունակ դպրոցի լավագույն մասնագետն եք,
Գուլյանի փոխարեն եք դուք աշխատել բան, բայց ես չեմ ցանկանա, որ դուք այլևս բուլետին գնաք։ Ես ասել եմ, եթե առողջական խնդիր ունենաք, ուրեմն դուք կազատվեք աշխատանքից։ Ես ասել եմ կբուժվեմ, լավ կլինեմ, կգամ, այլ բուլետին չեմ գնալ։ Սակայն այնպես պատահեց, որ ես գնացի նորից բուլետին, այսինքն ճնշումս բարձրացավ, սրսկեցին եկան, աբսիս տվեց, իհարկե բժիշկների աներից սկորին էր սրսկել, 10 օր շարունակ ես հաճախել եմ դպրոց, այդպես բարձր ջերմությունով, Տիկին Նիկոյանն ինձ ասում էր բուլետին չգնաց։ Գնացել եմ դպրոց այդ օրը, որ 10-րդ օրը, որ հաճախեցի, 40-ից անց էր իմ ջերմությունը, մոտեցա Տիկին Նիկոյանին, ասի ինքը ինձ ասեց, ես ձեզ չեմ ճանաչում, Տիկին Ավակյան, ասի ինչու չեք ճանաչում, վատ եմ, բարձր ջերմության տակ ջերմություն ունեմ, ասեցի, վատ եմ, այսօր ես չեմ ուզում գամ։ Լավ, մինչև ձեզ անցնել, դուք պնդում եք, որ տնօրենը այլ պաշտոններից եւ այլ մասնագետների է գործից ազատում։ Այո, առաջինը ուրեմն ազատել է ֆիզկուլտուրայի Ղուլյան Մենուային, ֆիզկուլտուրայի ուսուցիչ, երկրորդը փոխտնօրեն, ուրեմն Գևորգյան Սալվինազին, Ինչ հիմքերով։ Ինչ հիմքերով։ Քանի որ ինքը ուներ իրեն դպրոցի 124 դպրոցի ուսմասվարը, ինքը ասել էր, որ պետք է բերեմ իմ ուսմասվարին, դուք պետք է ազատվեք։ Սալվինազը չէր ուզում ազատվեր դպրոցից, օգոստոս ամսին կանչում է եւ ասում է դասացուցակը գրիր, կազմիր։ Սալվինազը մի գիշերվա մեջ գրում է այդ դասացուցակը, տալիս է իրեն, շպրտում խփում է ուսմասվարի դեմքին, ամենավերջին բառերը արտահայտելով Տիկին Սալվինազին ասելով եւ ասում է դուրս արի իմ կաբինետից եւ գնա քո դիմումը գրիր։ Ձեր դպրոցում փաստորեն ուսուցչուհիները իրար ծեծում են։ Այսինքն տնօրենը կարող է ոչ թե բոլոր ուսուցիչների վրա, բացի ինձ մեկ անգամ էլ ինձ վրա ինքը գոռաց, ես ասի չհամարցակվեք, ինձ վրա գոռակ, ես որևէ վատ բան անում եմ իմ աշխատանքի մեջ, ցածր տոնով խոսեք ինձ հետ։ Տիկին Սալվինազի հետ նաև հեռախոսազրույց ունեցավ կիսաբաց լուսամուտները, առաջարկում եմ լսել ինչ է նա պատմում դեպքի առնչությամբ։ Երբ որ եկավ դպրոց, հենց մեր աշխատանքային պլանները ուզեց, երկրորդ օրը արդեն իմ աշխատանքային պլանը շպրտեց, ասեց սա պլան չի։ Եվ հետո շարունակեց, ընթացքում ինքը անընդհատ երեխան ասեն կոմպյուտերի սենյակից պետք է գնար, դասարանից պետք է գնար կոմպյուտերի սենյակ, չէ՞։ Մեկ րոպե ուշաններ, բնականաբար պետք է երեխան։ Ես դրա համար պետք է գրեի բացատրել եւ հրամանով նկատողություններ ինձ տալիս։ Ամեն պատե անպատե առիթներով ուսուցիչների, աշակերտների ներկայությամբ ինձ վիրավորում էր։ Այն վիճակն է ստեղծել 37 թիմներ առանց որևէ այլվալության։ Եթե որևէ մեկը համարձակվեր ինձ հետ զրուցել, ուրեմն անպայման ահեղ դատաստանի կենթարկվեր։ Ամուսինս հուլիսի 5-ի մահացել է, ինձ օգոստոսի 6-ին կանչում է աշխատանքի։ Ես պարտադրում եմ մեկ օրում, այսինքն մի գիշերում դասացուցակը գրեմ, տանեմ։ Ասին լավ, եթե ուզում եք թող ոչինչ, վիշտս մոռանալ շատ, ահավոր հուսած սրեսային շատ վատ վիճակում է։ Տարա հատուր ես սա չեմ ուզում շպրտել, ես ուզում ես արդեն զայրացած, որ տեսեք ինչ հիսեր է ներվային անմարդկային ճոծով ինձ վիրավորում է, երեխաներից վիրավորել, արժանապատվություն եւ այլն, ասիլ լավ ուզում է երուսմասվարին բերի եւ ամչապես հաջորդ պահին երուսմասվարին բերեց, հիմա ես տարականների այնտեղ երկարյայի ուսուցչուհի համաձայնվեցի աշխատեմ, դից ինքը ժամեր տվեց ինձ, բայց ես չհամաձայնվեցի, որպես իրեն չտեսնեմ, դասերից հետո լինի, այդ 2 ամիսը պատե անպատե, նորից երեխան վազելով գալիս է, ինչու վազեց, գազատեմ, ինչու կանգնեց, գազատեմ, հետո էլ կանչես ես այդ հասիկը չունեմ, քեզ ազատում եմ աշխատանքից։ Ես ընդամենը զարմանում եմ, որ Տիկին Սալվինազը չհամաձայնեց այսօր ներկա գտնվել այստեղ, ձեզ հետ միասին պայքարելու համար, սեփական, ինչպես դուք եք պնդում, խախտված իրավունքները վերականգնելու համար։ Դպրոցում միայն ես էի, որ Տիկին Գևորգյանի շահերը պաշտպանում էի, այսինքն այն բանով, որ ինքը երկարատև լավ
մասնագետ նաև հայոց լեզու գրականության։ Ես մոտեցա ուրեմն տնօրենին մինչև ինձ ազատելը, որ ինքը լավ մասնագետ է, իրեն տվեք ժամեր, թողեք աշխատի, մի ազատեք իրեն աշխատանքից, անգամ ինքն ասեց ձեր ժամերը կտակ, ասի իհարկե կտամ իմ ժամերը ֆիզկուլտուրայի։ Այս դեպքում դուք պնդում եք, որ տիկին Սալմինազի ընտանիքի մեկ այլ անդամ, իսկ ավելի կոնկրետ որդին, որը եւս ձեր դպրոցի ուսուցիչ է եղել, Մենուա Ղուլիանը, ում մասին դուք արդեն հիշատակեցիք, եւս ազատվել է այդ աշխատանքից։ Այսինքն ստիպել է տնօրենը հայտարարակ ձևով տանելով քաղմաս, ամբողջ քաղմասը հավաքել է այդ տղային վախեցնելով, որ հիմա ինքը չէր կարող տաղավար ներկայանալ, լեզուն կակազում է։ Ինքը ունեցել արդեն հիվանդություն է ստացել այդ տղան, որ տարել են, որ այնպես մայրը արդեն հասել այնտեղ, որ տեսել է ոստիկանատանը իր տղան հայտնվել է։ Ինչ է պատահել։ 8-րդ դասարանի մի հատ աշակերտ, ուրեմն վարժություն կատարելու ժամանակ ընկել է, ձեռքը ջարդվել է։ Եվ ծնողը չի բողոքել, ես ծնողը անմիջապես ինձ իմ բուլեցին գնալուց հետո մոտեցել է ինձ, ես ասի, ինչ է պատահել, պատմեց, որ մենք չենք բողոքել, Տիկին Ավագյան, ոչինչ չի եղել, պարզապես տնօրենն է դա այդպես ցանկացել, ասի, անհարմար չէ այդ տղային ինչ եք տարել ոստիկան, բա ով է ասում, բան, ասի, տնօրենը տարել է, վախացրել են, եւ ստիպում է, որ եթե կամ ոստիկան պետք է գնաս, քո հոժար կամքով դիմում գրես ազատվես գնաս։ 15 օր հետո այդ տղան նորից դասի է հաճախել, սակայն տնօրենը այնպես է անում, ինքը սարքում է բոլորի գլխին։ Սարքել է Ղուլյան Մենուայի գլխին, սարքեց ուրեմն Գևորգյանի Սալվինազի գլխին, ինչպես նաև ինձ էլ խաբելով, որ Տիկին Ավագյան, ես ձեզ չեմ ճանաչում, ինչ վիճակում եք ընկել դուք, ստորագրեք 2 օր գնացեք, ես էլ մտածելով, որ մարդկայնորեն մյուս Ղուլյանի տեղը որ ընդունել է, դե այդպես լինում է, ասենք, որ իմ կոլեգան չի գալիս, ես փոխարինում եմ, նրա փոխարեն գումարը ես եմ ստանում։ Մտածելով, որ ես բուլեցին չգնամ, այդպես փափուկ բարձը դրել, բա գնացեք քարտուղարույն, ինչ որ մի թուղթ է տվել այնտեղ, ես չեմ իմացել։ Ստորագրել եմ, եւ ինքը վերջում դա զանգահարում եմ հիվանդանոցից, ես որ արդեն Տիկին Նիկոյան, ամսի 26-ին ստորագրել եմ, 28-ին ես վիրահատվել եմ, բժիշկները անգամ աղջկաս կանչեցին ներզեկեք, 2 ժամվա տարբերությամբ իմ կյանքը բժիշկները փրկել են։ Ինչու՞ չեք, ասի, գիտեք ինչ, եւ ես այդտեղ դեպքը պատմեցի վիրահատությունից հետո։ Կյանքի եւ մահվան սահմանից առաջ ինչ թուղթ է ստորագրում այս տիկինը եւ իրականում ինչ է տեղի ունենում 104-րդ դպրոցում, փորձում է պարզել կիսաբաց լուսամուտները։ Մի քանի րոպեից հետո վերադառնում ենք։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անverջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը, փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Երկրի թիվ 1 թոք-շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Առաջին աշխատավարձով դու ինչ ես գնել։ Քուրիկիս համար մի բան կա մաքուր մեղր։ Ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը։ Ես ուզում եմ օլիգարխ ուսուցիչ դառնամ։ Մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին երջանկություն, goodbye։ Կիսաբաց լուսամուտներ։ Երկրի թիվ 1 թոք-շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի ATV հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ Կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։
Ես իմ դպրոցն եմ ուզում, դուք դիտում եք կիսաբաց լուսամուտները, 104 դպրոցի նախկին ուսուցչուհին այսօր պայքարում է սեփական իրավունքների համար։ Եվ այսպես մենք ձեզ հետ Տիկին Անուշ փորձեցինք գնալ 104-րդ դպրոց, նայեք էկրանին։ Տիկին Լենա Ադյանն է փոխտնօրեն մոտենում ձեզ, ինչ շոու ես անում, հաճախ եք շոու անում ինչի այդ դպրոցում։ Ոչ, ես մեկ տարի ես դպրոցում չի եղել, անգամ փողոցում էլ, որ երեխաները տեսնում են նույն վիճակն է ինձ մոտ, պարզապես ես իրեն ասեցի ձեր ձայնը իջացրեք, չգոռաք ինձ վրա, դուք նոր եք եկել այս դպրոց, բայց ես 20 տարի այս երեխաների վրա եւ իրենց մայրիկների, հայրիկներին եմ պարապել, բոլորը ինձ սիրում հարգում են, պարզապես գրկաբաց ընդունում եմ, ես իրենց սիրում եմ բոլորին, ես եւ պետք է վերադառնամ նորից։ Յուրաքանչյուր նոր տնօրեն նոր դրվածք է դնում, ձեր նոր տնօրենը ինչ դրվածք դրեց դպրոցում։ Կան հատուկ պայմաններ կամ հրահանգներ, որոնք հնչեցին։ Երևի ինքը ավելի ճիշտ հիվանդ է։ Տնօրենը հիվանդ է։ Ես դա կարող եմ բարձրաձայնել, ասել, որ ինքը բուժման հոգեկան, ինքն է իհարկե ինձ ասել, որ ես եմ հոգեկան հիվանդ, իրավունք չունեմ աշխատելու դպրոցում, բայց իրոք ինքն է հիվանդ։ Ուրեմն մանխոր եղավ, մի հատ դեպք պատմեմ ես, մանխորի ժամանակ, ուրեմն ասենք ինքը բարձրաձայն գոռում էր բոլոր ուսուցիչների վրա, ով որ կուզենա, ասենք մեռելը տունը դրված լինի, չգաք թույլատրություն վերցնեք Տիկին Նիկոյան թողեք գնամ։ Ու դրանից մեր տոնապետյան Լաուրայի ամուսինը նոր էր մահացել, կողքս նստած էր, լաց եղավ, ասի ես բարձրաձայն մանխորին, ասի ինչու ես լացում Տիկին տոնապետյան, կասեք կգնաք, ասես տեսար Ավակյան ինչ ասեց, ասի մի հատ բարձրաձայն ասեցի խոսեք ուսուցիչներ, ինչու եք լռում։ Հա, ու բոլորը բան մեկ էլ ինձ այնտեղից անպատվեց Տիկին Նիկոյանը, ձայնդ կտրիր, քեզ չեն հարցնում Տիկին Ավակյան, հա, ասեցի ոնց մեռելը ինչ է նշանակում, մեռելը տունը դրված լինի, թույլատրություն չվերցնենք ձեզանից, եւ այդպես շարունակ ինքը մի այսպիսի բառեր էր ասում, 100 ուրեմն 24-ում գենոցիդ է մարել, հերթը եկել է 104-ի, գենոցիդ 104 դպրոցում, այսինքն ինչ է նշանակում, ես պարզապես զարմանում, ինքը խնդիր ունի ուրեմն, մի անգամ ես առանձին իր հետ զրույց եմ ունեցել, ասել եմ դուք չեք մտածում ձեր առողջության մասին, դուք գիտեք ինչ բառեր եք արտահայտվում, ասում եմ դե չեն հասկանում, ինձ զայրացնում են, ասեմ բացատրեք, հանգիստ ասեք, որ ինչ ձևով ասում էին, բոլորը կատարում էին։ Այնպես չէր, որ իրան ասենք հակաճառեին, բայց ինքը գոռում էր, անպատվում էր, բառից բուն իմաստով Հրաչ ջան, ամենավերջին բառերն էր նա բոլոր ուսուցիչներին ասում, ով խոսեր, ուրեմն դիմումը պետք է գրեր ու գնար։ Այսինքն կային ուսուցիչներ, որոնք ուրեմն խոսել էին, ասենք դասալսում է եղել, ուրեմն իրեն դուր չի եկել մի երկու բառ ուսուցիչը, չէ, խոսքի ազատություն է, իրավունք ունի ուսուցիչը իրեն շահերը դպրոցում պաշտպանելու։ Խոսում էր ուրեմն կանչում էր իրեն կաբինետ ամենավերջին բառերը ասելով, այնպես էր անում, որ դիմումդ գրի հեռացի դպրոցից։ Լավ, դուք պնդում եք, որ դրվածքը փոխվեց, նոր կանոններ կային դպրոցում, դուք դրանց հետ կարող եք համաձայն լինել կամ հակառակը։ Ինչը եղավ այն, չգիտեմ, հատման կետը, որ այլևս վերականգնման հնարավորություն չտվեց ձեզ հարաբերությունների տնօրենի։ Ինձ թվում է, որ ես Տիկին Սալվինազի շահերը պաշտպանեցի, իրենք շատ վատ ձևով են հեռացել իրարից, ահա որ, Սալվինազին ամենավերջին բառերն է ասել,
Ես այդ բառերը ես չեմ կարող։ Քանի ուսուցիչ է հեռացել ձեր դպրոցից։ 20-ից ավել արդեն ես գիտեմ։ Լավ, ինչի որևէ մեկը չի խոսում, բոլորը փորձում են լռել դրա մասին եւ այսօր առաջին շարքում միայն դուք եք։ Բոլորը վախենում են, անգամ ուսուցիչներից մեկը ինձ ասեց, դուք չեք վախենում, որ ձեր տղաները ոստիկանատանը հայտնվեն, ասի ես ոչ, ես նենց դաստիարակված տղաներ ունեմ 2 հատ, որ նրանք ինչու պետք է հայտնվեն։ Բա դուք կտեսնեք, կգնաք կիսաբաց լուսամուտներ, կտեսնեք ձեր տղաները որտեղ կհայտնվեն։ Ով է արել ձեր այդ հայտարարությունը, ներողություն։ Հայտարարություններ մեր ուսուցիչներից էին ասում, բայց ասում են իմ անունը մի տուր։ Ասեցի, դե ես չեմ վախենում, ասեցի։ Դե ես կգնամ կիսաբաց, ընդհանրապես հրաժարեմ։ Այսինքն ձեզ ասում էին, որ կիսաբաց լուսամուտներից թողարկումից հետո համապատասխան մարմինները ձեր տղաների վրա խնդիրներ են ստեղծել։ Խնդիրներ կարող է ինքը ստեղծի իմ տղաների, իմ ընտանիքի հետ, բայց ես ամենայնը ես ասում եմ, ունեմ շատ լավ տղաներ։ Ներողություն։ Ահա։ Հարգելի պարոն ոստիկանապետ, ես խնդրում եմ այս հարցին ձեր հատուկ ուշադրությունը խնդրել եւ իհարկե հասկանալ, թե ինչ է կատարվում։ Պատժել բոլոր մեղավորներին, եթե կան զազրախոսներ դրանց եւ եթե իհարկե պաշտոնը չարաշահողներ, անպայման այդ հարցին էլ անդրադառնալ։ Շնորհակալ եմ։ Իսկ մնացածը մենք կշարունակենք փոքրիկ դադարից հետո։ Դուք դիտում եք կիսաբաց լուսամուտները։ Մենք փորձում ենք հասկանալ ինչ է տեղի ունենում 104 դպրոցում։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անverջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը։ Փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Երկրի թիվ 1 թոք-շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Առաջին աշխատավարձով դու ինչ ես գնել։ Քուրիկիս համար մի բան կա մաքուր մեղր։ Ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել։ Մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը։ Ես ուզում եմ օլիգարխ ուսուցիչ դառնամ։ Մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին երջանկություն, goodbye։ Կիսաբաց լուսամուտներ։ Երկրի թիվ 1 թոք-շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի աթիրի հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Դուք դիտում եք կիսաբաց լուսամուտները, ես իմ դպրոցն եմ ուզում այսօր հայտարարում եմ մեր գլխավոր հերոսուհին, վերադառնում ենք թեմային։ Անուշ Ավագյանը 1997 թվականին աշխատում էր Երևանի թիվ 104 դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցչուհի։ Նրա խոսքերով մինչ 2011 թվականը աշխատավայրում որևէ խնդիր չուներ։ Դրանք ծագեցին նորընտիր տնօրեն Հայկ Անուշ Նիկոյանի հայտնվելուն պես։ Անուշ Ավագյանը պնդում է, որ ուսուցչական անձնակազմը ոչ միայն հալածանքների էր ենթարկվում տնօրենի կողմից, այլև մեկը մյուսի հետևից հեռացվում աշխատանքից։ Ըստ ուսուցչուհու, տնօրեն Նիկոյանը դպրոցում ստեղծել էր մենաշնորհային իրավիճակ, որի հետևանքով ինքը նույնպես զրկվեց աշխատանքից եւ ամենակարևորը երեխաների հետ շփման հնարավորությունից։ Ներկայումս ուսուցչուհի Ավագյանը պատերազմ է հայտարարել տնօրեն Նիկոյանին ամեն գնով հարազատ դպրոցում սիրելի աշխատանքը վերականգնելու նպատակով։ Գործազուրկ ուսուցչուհու պատմությունը երկրի գլխավոր թոք-շոուի տաղավարում։ Ես իմ դպրոցն եմ ուզում կիսաբաց լուսամուտներից ներս։
Եվ այս պահին դիմավորում ենք մեր հյուրի կողքին այս պահին գտնված միակ անձնավորությանը, պարոն Արծվի Ալեքսանյանը, գալիս է կիսաբաց լուսամուտներից ներս, դիմավորեք։ Բարի երեկո, պարոն Արծվի, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես այնինչ տեղի է ունենում 104-րդ դպրոցում, համենայն դեպս այնինչ պնդում է մեր հերոսուհին, նաև ձեր ուշադրությանն է արժանացել։ Ինչով։ Ըստ երևույթին առաջի հերթին նրանով, որ իմ կարծիքով մանկավարժը ոչ միայն պիտի ասենք որևէ առարկա դասավանդի, այլ առաջի հերթին պիտի մտածի երեխայի հոգեբանության մասին։ Իսկ եթե դպրոցում այդպիսի մթնոլորտ է տիրում ուսուցիչների մեջ, ինչ են տեսնում երեխաները, ինչպես են նրանք դաստիարակվում, ինչ են հասկանում, տեսնում են, որ ասենք չկա արդարություն կամ չկա որևէ ճիշտ կամ սխալ, այլ կա ուժի իրավունք, ով ինչ ուզում անում է, տնօրենի ասենք, կապ չունի այդ դպրոցում թե որևէ ուրիշ դպրոցում։ Եթե տնօրենը կարողանում է անել ինչ, ոչ թե այն ինչ որ պետք է, այն ինչ որ ճիշտ է, այլ անում է այն ինչ որ ուզում է, եւ երեխաները դրանք բոլորը տեսնում են, դա ցավալի խնդիր է։ Բավականին ցավալի, որովհետեւ երեխաները տենց դաստիարակվում են։ Լավ, տարօրինակ չի արդյոք այն ամբողջ իրավիճակը, որ հիմա ստեղծված է։ Իհարկե տարօրինակ է, ոչ միայն տարօրինակ։ Ներողություն, հիմա ես նայեմ իմ տարօրինակությունների սահմանից, հա, այսօր այստեղ է մի կին, որ պայքարում է, նրա կողքը որևէ մեկը չկա, դուք դպրոցից չեք, դուք նրա բարեկամներից եք, ով փորձում է հոգեբանորեն աջակցություն ցույց տալ նրան, կողքը լինել ուժ տալ եւ խրախուսել պայքար կոչվող ճանապարհի վրա։ Որևէ մեկը ուսուցիչներից չի ուզում պայքարել, եթե իրականում այդպիսի բան կա։ Նրանք ովքեր աշխատում են, նրանք վախում են, որովհետև եթե տեսնում են, ասենք տնօրենի կամայականությունները, գիտեն, որ ասենք մի պատճառել կգտնվի իրենց համար։ Լավ, այն 20-ից ավել ազատվածները, բա։ Ազատվածներն էլ ինչքան գիտեն, նրանք եւ թերթում եւ որևէ տեղ ինչ որ բան ասել են։ Ես որքանով տեղյակ եմ, կրթական հաստատություններում իսկապես շատ մեծ կրճատումներ են տեղի ունեցել եւ բոլոր կրճատվածները հույս ունեն, որ դեռ հետ են գնալու։ Այսինքն պայքար սկսելը ակամայից կտրում է հետ գնալու ճանապարհը։ Լավ, եկեք կոնկրետ հասկանանք, հա, թե երբ է սկիզբ առնում ձեր խնդիրները։ Դա հերթական շաբաթօրյակներից մեկն էր, ինչպես դուք պնդում եք։ Հրաչ ջան, ուրեմն երբ որ Սալվինազին տվեց երկարօրյա ուսուցիչ, չէ՞, երկար ուսուցիչ լինելով դասապատրաստումից հետո ես քանի որ ֆիզկուլտուրայի մասնագետ էի, Սալվինազը երեխաներին իջեցնում էր դահլիճ։ Իջեցնում էր դահլիճ, ես էլ նորից սովորեցնում եմ, դե իմ երեխաներն էին, զբաղեցնում ենք խաղեր ենք, միջոցառումներ ենք կազմակերպում, իմանալով տնօրենը, որ Սալվինազին ես օգնում եմ, հաջորդ օրը ինձ կանչում է, դուք ինչ բարոյական իրավունք ունեք երեխաներին թողնել դահլիճ։ Ասի տիկին Նիկոյան, բա որտեղ գնա խաղան։ Չէ որ 2 ժամ դասընթաց կա ֆիզկուլտուրայի։ Իմ փոխտնօրենն է, ես իրա մինչև 3:30 ես ինչ անեմ։ Նստեմ ինչ անեմ։ Իմ մասնագիտությունն էլ այն է, որ ես երեխաներին օգնեմ, խաղեր կազմակերպեմ։ Ինձ ասեց, եթե մյուս անգամ կկրկնվի, դուք կհեռանաք դպրոցից։ Տիկին Ավակյան, լսեցիք։ Ու ես հաջորդ անգամ իհարկե չտարա։ Դուք ազատվել եք ձեր դիմումի հիման վրա։ Ես դիմում չեմ գրել։ Դիմում չեմ գրել ես, Հրաչ ջան։ Դա տնօրենի։ Եթե դուք չեք գրել դիմում, ապա ինչպես եք ազատվել ձեր դիմումի հիման Ես վրա։ երբ որ բարձր ջերմությունով գնացել եմ դպրոց, ասել եմ վատ եմ, այսօր ես չեմ գալու դպրոց։ Բժշկի պետք է գնամ։ Ինձ ասեց գնացեք 1-2 օր մնացեք, ստորագրեք այնտեղ ինչ որ պետք է, հա, բայց բուլեցին չգնաք Տիկին Ավակյան։ Ես գնացել եմ անմիջապես պոլիկլինիկա, հետազոտվել եմ, 2 օր էլ նորից սրսկվել եմ այդպես, բայց այն վիճակի հասա, որ պիտի վիրահատվեի։ Զանգում եմ հիվանդանոցից, ասում եմ Տիկին Նիկոյան, ես խախտել եմ ձեր պայմանը, բուլեցին եմ, ամսի 26-ին եղել եմ, 28-ին բուլեցին ունեմ։ Տիկին Ավակյան, դուք ազատված եք աշխատանքից։ Ասի ինչպես ազատված եմ, 2 օրվա մեջ որտեղ է գրված ըստ սահմանադրության նման օրենք կարծեմ գոյություն չունի։ 2 օրում մարդ են ազատում, կամ ես վատ աշխատող եմ եղել ձեր համար։ Բա դուք չէիք ասում, ես տիկին է, այսպես դուք ասիք, ինչ վիճակում եք, գնացեք 1 օր հանգստացեք, կգաք դպրոց։ Ինչու եք ազատել։ Հետո ես բուլեցիններս վերցրի գնացի իրեն մոտ, հա, ասի ով պետք է վճարի եւ ես երբ պետք է գամ աշխատանքի, ոչ, դուք ազատված եք։ Լավ, դուք ինչ եք ստորագրել քարտուղարուհու մոտ։ Ես Հրաչ ջան, հիշում եմ, որ մի հատ թուղթ տվեցին, տպագրված, բայց չեմ կարդացել։
դա շատերի թերությունն է, ոչ միայն ձեր, ցավոք Չէ, մեր բայց ազգի մեջ կան։ ներողություն, ձեր կամայականությունը այսպես իմանալով, հիմա տեսնելով, հա, մի տեսակ դժվար է հավատալ, որ դուք ստորագրել եք մի փաստաթղթի տակ, որը չգիտեք ինչ է եղել։ Մանավանդ որ պնդում եք դպրոցում իրավիճակը բավական լարված է եղել։ Բայց ես չի հավատում, որ հնարավոր է նման տնօրեն լինելով հանդերձ այդպիսի ահավոր վիճակ, ճիշտ չգիտեմ, դա ինչ բան է, տպել եւ բանը դիմումը պետք է գրվի ձեռագիր, իմ ձեռագրով, ես չեմ գրել։ Բայց ինչքան մեծ ուրեմն ինքը թիկունք ունի, որ ինքը տպագրում է իմ ստորագրած թղթի տակ։ Հրաչ ջան, ըստ օրենքի սահմանադրության դիմումը պետք է գրված լինի ձեռագիր։ Իսկ ինքը տպած թղթի տակ եւ միջև այդ ես մի դեպք էլ պատմեմ։ Ինքը որ եկավ ինձ, ես շատ ժամեր ունեի դպրոցում, իր մարդուն որ բերեց իմ ժամերի կեսը տվեց իրեն, ես մոտեցա առանց վախենալու, ասեցի իմ ժամերը քիչ է, պետք է ինձ ժամ տակ։ Տիկին Ավագյան ասեց սպասեք հոկտեմբերին, ասի եթե չտակ կբողոքեմ։ Եվ հոկտեմբերին ինձ 20 ժամ տվել է։ Միթե ես կգնայի դիմում կգրեի, եթե ինքն ինձ ժամ է ավելացրել, հասարակ տրամաբան եք մի հատ, ուսուցիչը ժամ է ուզում, ոնց կարող է ազատման դիմում գրել, ինքը վախենալով և վախեցավ երևի, որ ես կգնամ ուրիշ տեղ կբողոքեմ, որ ինձ ժամ ավելացնի, 20 ժամ ասի քիչ է, ասես Տիկին Ավագյան, նոյեմբերին ևս կավելացնեմ, կամ հունվարին, փաստորեն նոյեմբերին ես այդպես վատառողջ վիճակում ընկա, ու ինքը օգտվեց առիթից։ Դուք հետո դիմում եք համապատասխան մարմիններ, փորձելով վերականգնել ձեր իրավունքները։ Անմիջապես ես դիմում եմ համապատասխան մարմիններ, փաստաբանին, թե արդյոք ճիշտ է վարվել ինքը ինձ հետ։ Փաստաբան ինձ խորհուրդ տվեց, ոչ, դուք կդիմեք դատարան եւ կվերականգնվեք ձեր շահերը։ Դիմել եմ առաջի Ատյանի դատարան, սակայն նորից եմ պնդում։ Ինքը ունի պաշտոնյա մարդ իրեն թիկունքում կանգնեց, բարձրաձայն ասում եմ, չեմ վախենում ոչ մի պաշտոնյայից, խուլիգանություն է արել ինքը, խուլիգանություն ամենավերջին ստադիայում, թող գար դատարան, ինքը 10 անգամ առաջ է Ատյանում դատ ա եղել, գիտեք ինչ արեց ինքը։ Ես ներողություն չեմ հավատում, որ բոլոր ատյաններում հնարավոր է նման իրավիճակ, բոլորը փոխկապակցված իրար կարող են Հիմա ասեմ Հրաչ ջան։ Մի ուսուցչի համար նման իրավիճակ։ Հիմա ես ասեմ Հրաչ ջան, ասեմ ինչու՞ չէ։ Ես ունեմ բոլոր համապատասխան փաստաթղթերը։ Այսինքն, իր փաստաբանը պնդեց իբրև ես հոգեկան հիվանդ եմ եղել, իրավունք չունեմ։ Այդ ժխտվեց, դրանով չկարած դատը շահի։ Մի քանի եւ այլ փաստակներով ամեն ինչը ժխտվեց։ Ես շատ ուրախ կլինեի, եթե ձեր տնօրենը նախկին համաձայներ առհասարակ կապի մեջ լինել եւ իհարկե զրուցել կիսաբաց լուսամուտների հետ, հարցերին պատասխաններ տալով։ Մի քանի անգամ պաշտոնական զանգերին կիսաբաց լուսամուտների մենք պատասխան լսեցինք, որ տնօրենը զբաղված է դպրոցի տարածքում, չէ, եւ պայմանավորված օրը դպրոցի տնօրենի հետ մենք ներկայացանք հանդիպմանը, բայց կրկին չկարողացանք դպրոցի տնօրենի հետ այո, հարցերին պատասխան գտնել։ Նա հեռախոսով խուսափում էր Տիկին Նիկոյան հարցերին պատասխանել եւ մեր նկարանող խմբին հրավիրում էր դպրոց։ Նկարանող խումբն էլ ներողություն ներկա հրավիրված ժամին ձեզ չկարողացավ գտնել համապատասխան վայրում, որտեղ որ պայմանավորվել է։ Եվս մի փաստարկ, որ ինքը խուսափում է իրական պատասխանից։ Համաձայն եմ, որ հիմա բարոյապես շատ վատ վիճակում եք։ Ես տեսա, որ երեխաները շատ ձեզ սիրում են, ես ձեզ հասկանում եմ իրավական առումով, որևէ թերություն չկա։ Գրավոր ծանուցել է, որ ցանկանում է լուծել աշխատանքային պայմանագիրը։ 3 օրվա ընթացքում աշխատանքային օրենսգրքով ընդունված կարգով կարող էր աշխատողը ետ վերցնել իր դիմումը։ Սակայն 3 օր հետո կրկին նոյեմբերի 22-ին դիմում է գրել եւ խնդրել է ազատել իրեն աշխատանքից արտասահման մեկնելու կապակցությամբ։ Այստեղ իրավական առումով տնօրենը որևէ խնդիր եւ որևէ սխալմունք թույլ չի տվել։ Եթե դուք կարող եք մատնանշել որևէ կետ։ Հիմա շատ ներողություն եմ խնդրում, ես բացատրեմ։ Ես արտասահման չեմ գնացել ոչ մի երկիր։ Ես խոսում եմ ձեր դիմումի համաձայն։ Դա տնօրենն է գրել։ Այսինքն դուք ուզում եք ասեք դուք չեք գրել։ Տնօրենի թելադրածն է, իրեն միտքն է դա իմը չէ։ Եվ դիմել ենք համապատասխան մարմիններ, ունեմ փաստաթուղթ, որ ես Երևանից չեմ բացակայել։ Այսինքն խոսքը չի գնում, կներեք, դուք բացակայել եք թե ոչ, խոսքը գնում է ձեր ծանուցման եւ դիմումի մասին։ Ծանուցումը տնօրենի թելադրանքն է, ինքն է ասել։ Ես միայն ստորագրել եմ, չիմանալով ինչի տակ եմ ստորագրել։ Այսինքն եթե լավ կներեք,
Եթե դուք անգամ չգիտեիք ինչ եք ստորագրում։ Այո։ Ուզում եք ասել, որ քանի որ չեք իմացել ինչ եք ստորագրում, դա ազատում է ձեզ պատասխանատվությունից, հասկանալու գիտակցելու։ Ես իմացել եմ իրեն արդեն վիրահատված ժամանակ, բայց ինքը արդյոք իրավունք ունի։ Մեկնաբանեցի Հրաշ ջան, իրավական առումով որևէ թերություն չկա այստեղ։ Շատ լավ, եւս մեկ փոքրիկ դադար, որից հետո մենք փորձենք հասկանալ իրականում ինչ թերություններ կան այստեղ, եթե իրականում այդպիսիք կան։ Մենք կվերադառնանք մի քանի րոպեից։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անվերջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը, փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Երկրի թիվ 1 թոք-շոուն բացել է իր դռները բոլոր նրանց առջև, ովքեր օգնության, սեփական պատմությունները, խնդիրները եւ կարծիքները բարձրաձայնելու կարիք ունեն։ Բոլոր նրանց, ովքեր խճճվել են կյանքի բարդ իրավիճակներում։ Բոլոր նրանց, ովքեր հուսահատվել են։ Առաջին աշխատավարձով դու ինչ ես գնել։ Քուրիկիս համար մի բան կա մաքուր մեղր։ Ում կյանքը իրականության ու ստի մարտադաշտ է դարձել, մենք պատրաստ ենք օգնել։ Պոլիգրաֆ սարքի միջոցով ճշմարտությունը բացահայտելով 99.9%-ով։ Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հենց տաղավարից հետևել իրադարձությունների զարգացմանը։ Ես ուզում եմ օլիգարխ ուսուցիչ դառնամ։ Մասնակցել նկարահանումներին, ունենալ հնարավորություն հենց տաղավարում արտահայտել սեփական կարծիքը, կարող են զանգահարել մեզ եւ գրանցվել։ Բոլորին երջանկություն, goodbye։ Կիսաբաց լուսամուտներ։ Երկրի թիվ 1 թոք-շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի աթիրի հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ Կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Անուշ Ավագյանը 1997 թվականին աշխատում էր Երևանի թիվ 104 դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցչուհի։ Նրա խոսքերով մինչ 2011 թվականը աշխատավայրում որևէ խնդիր չուներ։ Դրանք ծագեցին նորընտիր տնօրեն Հայկ Անուշ Նիկոյանի հայտնվելուն պես։ Անուշ Ավագյանը պնդում է, որ ուսուցչական անձնակազմը ոչ միայն հալածանքների էր ենթարկվում տնօրենի կողմից, այլև մեկը մյուսի հետևից հեռացվում աշխատանքից։ Ըստ ուսուցչուհու, տնօրեն Նիկոյանը դպրոցում ստեղծել էր մենաշնորհային իրավիճակ, որի հետևանքով ինքը նույնպես զրկվեց աշխատանքից եւ ամենակարևորը երեխաների հետ շփման հնարավորությունից։ Ներկայումս ուսուցչուհի Ավագյանը պատերազմ է հայտարարել տնօրեն Նիկոյանին ամեն գնով հարազատ դպրոցում սիրելի աշխատանքը վերականգնելու նպատակով։ Գործազուրկ ուսուցչուհու պատմությունը երկրի գլխավոր թոք-շոուի տաղավարում։ Ես իմ դպրոցն եմ ուզում, կիսաբաց լուսամուտներից ներս։ Ես իմ դպրոցն եմ ուզում, կիսաբաց լուսամուտներից ներս մենք վերադառնում ենք ու փորձում հասկանալ իրավիճակը 104-րդ դպրոցում։ Մարիամ, խնդրեմ։ Հարգելի փաստաբանի հետ մի կետում եմ համաձայն, որ ձեր կողմից կատարված թերությունը այն է, որ չեք իմացել ինչի տակ եք ստորագրում։ Սակայն, քանի որ խոսքը գնում է ավտորիտար ոճի ղեկավարի մասին, որի թրի այս կողմն էլ է կտրում, այն կողմն էլ է կտրում, ինչպես ժողովուրդն է ասում, եւ շատ լավ իրազեկված է բոլոր իրավական մանրուքներից, նա ձեր հանդեպ կիրառել է դասական համարվող մանիպուլյացիոն տեխնիկա։ Այսինքն, ձեզ գցել է մի իրավիճակի մեջ, որի արդյունքում դուք ինքնակամ, եթե նույնիսկ դիմումը դուք եք գրել։ Չեմ գրել։ Լավ, չեք գրել։ Եթե նույնիսկ ստորագրությունն է իմը։ Ինքնակամ դուք եք գրել, համենայն դեպս ես գիտեմ տնօրեններ, որոնք որ 15 անգամ զրուցում են իրենց աշխատակցու հետ, համոզված ես, որ ուզում ես գնալ, համոզված ես, որ չես փոշմանելու։ Ես ոնց հասկանում եմ, ձեր տնօրենը բոլորին դնում է մի վիճակի մեջ, որ դուք ինքնակամ գնաք կամ
իր մարդկանց է բերում կամ ուղղակի դպրոցը դարձնում է իր հայրական օջախը։ Ես ուրախ եմ մի բանի համար, որը ազգային ինքնագիտակցության զարթոնքի արդեն նմանվում։ Ձեր նման ուսուցիչները, մանկավարժները, առհասարակ աշխատակցուհիները պետք է շատ լինեն։ Պետք է շատ լինեն, որովհետեւ պատժի մթնոլորտը իսկապես գործի։ Նմանատիպ ղեկավարներ իրականում շատ են։ Մարիամ, բայց մենք չենք լսել հակառակ կողմը։ Ես հասկանում եմ, որ մենք չենք լսել հակառակ կողմը։ Մենք չենք տեսել մեդալի հակառակ կողմը։ Դրա համար ես կոնկրետ տվյալ դեպքում ղեկավարի անձը չեմ շրշափում։ Ես ուղղակի տեսնում եմ ավտորիտար ոճի ղեկավար, բայց նմանատիպ դեպքերը, պայքարի ընտրության նման ձևերը բոլոր դեպքերում պետք է հենց մեր ինքնագիտակցության մակարդակում շատ լինեն։ Այ դուք դատը կշահեք, թե չեք շահի, կամ պայքարը կշարունակեք ձեր ընտրությամբ, թե չեք շարունակի, այնուամենայնիվ սա շատ լավ դաս է լինում բոլորի համար, որ մարդիկ դատարան գնալու եմ, որ մարդիկ, ես ուզում եմ դուք նաև հիմա աջակցող ձեռք դառնաք բոլոր նրանց, ովքեր ուղղակի զոհ են դառնում, աշխատանքային շահագործման զոհ են դառնում։ Մենք կարող ենք հոգեբանորեն ուժեղ եւ առողջ լինենք, լավ սերունդ դասյակել, եթե մենք գիտենք մեր իրավունքները։ Եթե մենք չգիտենք, ամեն ինչ անիմաստ է դառնում։ Ամեն ինչ դառնում է այնպեսին, որ ամեն երկրորդը, ով որ պաշտոն է ստանում կամ ով որ ինչ որ մի զենք է ունենում իրավական դաշտում, կարողանում է ոտնահարել մի շարք ցածր կանգնածի։ Խնդրեմ։ Լրիվ վերջին ձեր ասածները հատկապես համամիջ եմ ձեզ հետ, ասեմ ավելին։ Ձեր արած արտահայտությունների մեջ կային որոշակի երանգներ, որոնք իսկապես անբացատրելի են եւ դուք էլ չեք կարող բացատրել։ Դուք խոսում եք ոստիկանության հետ կապված, դեպքի հետ կապված ինչ որ առնչությունների մասին, բայց դուք էլի փաստեր չունեք։ Ունենք փաստեր։ Գիտեք ինչ, ուրեմն ձեզ մի բան ասեմ։ Դուք այն խնդրեմը, որ դուք հենց հիմա ունեք, դուք այդ անձնական խնդրում զրո եք, որովհետեւ դուք չեք կարող ձեր իրավունքները պաշտպանել, որովհետեւ իրավական առումով ձեր հարցը փակված է։ Այնպես արեք, որ մի փոքր արդարություն գործի, մեղք է ժողովուրդը, ես կարող եմ ուրիշ դպրոցում աշխատել, չեմ գնալու, պետք է աշխատեմ 104 դպրոցում։ Հիմա դուք դա հիմա գոռում եք, որ ինչ, սա նմանվում է ձեր PR-ի եւ ինքնագովազդի, որովհետեւ ամեն անգամ չի որ նման ձևով կարելի է առաջ գնալ, սա պայքարի ձև չի։ Եվ ասեմ ձեզ, չի կարելի մարդկանց մասին զրպարտությամբ խոսել, չի կարելի նստել մարդկանց հետևից խոսել, չի կարելի մարդկանց մասին ասել, որոնք իսկապես, եթե մեկի համար վատն են, 100-ի համար հաստատ լավն են։ Ավելին ասեմ, եթե պայքարում եք 104 եք ասում, թող ձեր մնացած 20 հոգին էլ գային այստեղ, ներկա գտնվեն։ Այսինքն դուք հիմա ներկայությամբ եւս մեկ անգամ զրպարտությամբ եք զբաղված։ Ուսուցիչ կարելի է ազատել, կարելի է 26 ուսուցիչ ազատել, քրծել։ Դուք մի գոռացեք, պայքար մինչև վերջ։ Ես նորից եմ կրկնում, պայքարեք դատա իրավական առումով։ Իսկ իրավական առումով փաստաթղթեր դուք եք տալիս, որ դուք չեք կարող դա անել։ Կհասնեմ։ Հիմա գործը վճռաբեկում է, կհասնեմ, թող գտնեմ։ Ես ուզում եի հասկանալ, թե որքան կտևի ձեր այս լեժակռիվը եւ հասկանամ դեռ երկար կտևի, այնուամենայնիվ ստիպված եմ ձեզ հրտատել Մամիկոն, Տիկին Անուշ, ներողություն։ Ես չէի սպասում, որ դուք կարող եք պատահել, ես հարգում չեք ճանաչում։ Խմբագրությունը ես հարգում եմ։ Շնորհակալություն, Տիկին Աբրահամյան։ Որովհետեւ միակողմանի չպետք է երբեք ոչինչ լինի։ Արդար եղեք այնքանով, ձեր իրավունքները ոտնահարված է, միջև երկրորդ կողմը չկայիք ու չշարունակեիք։ Ես տնօրենի փոխարեն չեմ խոսում, ես իմ փոխարեն եմ խոսում։ Դուք ձեր առումով եք խոսում։ Տնօրեն Սա իմ ու տնօրենի կռիվն է, թող գարեստեղ։ Բայց չեք այստեղ, եթե ձեր տնօրենի խնդիրը գնացեք ձեր տնօրենի խնդիրը լուծեք ուրիշ հարթությունում։ Ես կիսաբազ լուսամուտներին Հրաչ ջան, իմիջայլոց շատ լավ եթեր է։ Ես ողջունում եմ ձեր եթերը, անկախ նրանից ինչ գնահատական դուք կտաք իմ գործին, ես պայքարելու եմ Հրաչ ջան, հասնելու եմ իմ նպատակին, պետք է աշխատեմ 104 դպրոցում, անկախ նրանից ովքեր էլ որ այստեղ նստած լինեն, միևնույնն է, ես արդար մաքուր եմ, 44 տարի աշխատել եմ, 6 տարի ունեմ, որ գնամ կենսաթոշակի, պետք է աշխատեմ այսքան։ Տիկին Աբրահամյան։ Ես Մամիկոնի այդ ոգևորվածության հետ այնքան էլ համաձայն չեմ, կներես Մամիկոն, բոլոր դեպքերում այստեղ մենք հարց ենք բարձրացնում ինչ որ լուծում տալու համար, ոչ թե բանավեճի։ Այստեղ մի բան հաստատ պարզ է, իրավաբանորեն գուցե ճիշտ են նրանք, ով լավ ծակ ու ծուկերին ծանոթ են, նա կարողացել է շրջանցելով եւ չէ շրջանցելով, ես հասկանում եմ
ձեր զայրույթը, որ դուք պաշտպանում եք ձեր իրավական դաշտը, բայց դուք մոռանում եք մի հատ շատ կարևոր բանի համար, այստեղ ունի բարոյական հոգեվիճակ, որ գցել եք այս մարդու մեջ, որ 40 տարի անդադ ապրել է դպրոցում ու սիրված է եղել, հիմա վերցնել ու 1 րոպեում այս մարդուն շպրտել, որ մի տնօրեն ուզում է իր տիրույթը, իր թագավորությունը ստեղծել հանելով մյուսներին, բերելով մյուսներին, այդպես հարց չի լուծում։ Դա երեխաների տիրույթն է շատ հաճախ։ Ոչ ոք բարոյական իրավունք չունի լծակները օգտագործել իրենց շահերին։ Ներողություն, մի բան ասեմ ձեզ։ Եթե մեկի հետախնդիրը կարելի է դա լուծել նորմալ իրավական ոլորտում, թող գնան միջև Եվրադատարան։ Ես չեմ ասում չգնա։ Գնում է իրավական։ Ես չեմ ասում չգնա, բայց ես ասում եմ, բայց այն մյուս կողմը, որը որ մենք այնքան էլ բացահայտված չի եւ այլն։ Կիսաբաց լուսամուտները այնքան օբյեկտիվորեն կարողանում են լուծել եւ շերտավորել հարցը։ Մեդալի մյուս կողմը, եթե չենք տեսնում, արդեն զրպարտության է։ Դուք այսօր մի բան արտահայտություն ուղղակի մեր հրաչը մեծահոգաբար լրեց եւ հասկանալի ինչ պատճառով, այ դուք էլ այստեղ նոր խախտեցիք մարդու իրավունքները։ Մենք ձեր հետ ենք, դուք իրավաբանորեն գուցե եւ տարվել եք, բայց դուք իրավունք ունեք ձեր աշխատանքը եւ 40 տարվա աշխատանքը ետ վերցնելու։ Ճիշտ եք անում։ Ողջունում ենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ձեզանից էլ շնորհակալություն։ Շնորհակալություն, Սամվել։ Մենք դեռ կհանդիպենք։ Դժվար է այս թեմայի շուրջ խոսել, միայն մի բան կարող եմ ավելացնել, որ այսօրվա պայմաններում միայն դպրոցներում չէ, միայն կոնկրետ այս դպրոցում չի, որ այդ խնդիրը կան, շատ պետական հաստատություններում կրկնվող դեպքեր շատ են լինում եւ միայն կոչ եմ անում, որ ինչ որ բան փոխելուց առաջ տնօրեններին կամ փոխտնօրեններին եւ այլն, ինչ որ գործ ձեռնարկելուց առաջ պետք է լավ մտածել, որովհետեւ գուցե 20-ը ձեն չանեն, բայց գոնե մեկը անպայման դրանցից հանելու է եւ փոշմանելու են իրենց արածների համար, եթե իսկապես դա արդար չեն արել։ Շատ լավ, շնորհակալ եմ, Սամվել։ Անի։ Ես ինքս էլ ոչ իրավական կողմով կնայեմ այս ամենին, բայց ինձ օրինակ իսկապես այս իրավիճակը ինչ որ կատարվել է դպրոցում էլ ինձ թվում է ուսուցիչների մեջ շատ խոսում են բնականաբար այդ մասին, բացի այն 20-ից որ չկան այլ մարդիկ ովքեր ներկա են, ովքեր աշխատում են, ես կարծում եմ որ դա նաև տարածված է երեխաների վրա եւ երեխաների ծնողների վրա։ Հետաքրքիր կլիներ իմանալ նրանք ինչ կարծիք են այս ամենի մասին։ Ու դա կարծում եմ, որ ձեր տարբերակը, որ ինչ էլ խոսեն, դա դուք միևնույն է դուք ձեր կարծիք ունեք եւ ձերը կպնդեք, գնացեք մինչեւ վերջ։ Այս պարագայում ես իսկապես ուզում եմ, որ արդարությունը իսկապես հաղթանակի, ասենք այսպես, ու որ այդ 20-ն էլ ձեր հետ գային այսօր այստեղ, երևի դուք գերանը կկոտրեիք, ես այդպես եմ կարծում։ 20-ը ամեն մարդ չի, որ էկրանից խուսափում են։ Ցավում եմ ընդամենը մեկ բանի համար, որ Տիկին Նիկոյանը այնուամենայնիվ չհամաձայնվեց որևէ կերպ արձագանքելու կիսաբաց լուսամուտների խնդրանքներին, կոչերին, խոսել եւ հարցին նայել նաեւ սեփական դիտանկյունից։ Գուցե ամեն ինչ այնպես չլիներ, ինչպես այսօր ստացվեց։ Համենայնիվս մենք սպասում ենք նաեւ Տիկին Նիկոյան ձեր արձագանքին ու իհարկե օրենքի լեզվով ասված այս ամենի շարունակությանը։ Առողջ ու երջանիկ եղեք, կհանդիպենք, ցտեսություն։